Պարոն Բալայան, եթե կարելի է, խնդրում եմ անդրադառնալ օրվա խորհրդին։ Օրվա խորհրդին անդրադարձեք, պարոն Բալայան, Շուշիի ազատագրումը որքանով էր կարևոր եւ այսօրը որքանով է կարևորվում հայ ազգի կողմից։ Ընդհանուր առմամբ պիտի արձանագրենք, որ մայիսը խորհրդանշական է մեր ժողովրդի համար, հայոց պատմության բազմադարյան կենսագրության մեջ, որովհետև իսկապես մայիսին մենք շատ հաղթանակներ կերտեցինք, մենք պետք է հիշենք Սարդարապետի հերոսներին, որոնց շնորհիվ ըստ էության առաջին հանրապետությունը կերտվեց, մենք պետք է հիշենք հայերենական պատերազմում մեր նահատակներին, որտեղ հայ մարդը ապացուցեց, որ կարող է զինվոր լինել ու պայքարել ազատության համար, եւ իհարկե 92 թվականի մայիսյան հերոսամարտը, այսինքն Շուշի ազատագրումը, անկախ ամեն ինչից մենք այս վերջին պատերազմում պարտվեցինք, անհաջողություն ունեցանք, մեծ կորուստներ ունեցանք, այդ հերոսների կատարածը չի խոնանում, որովհետև ըստ էության 92 թվականին նորից հայությունը ապացուցեց, որ կարող է անկախ նրանից թվականակով շատ ենք, լավ ենք զինված թե վատ, ոգու այդ բարձր արժեքը, արիությունը ապացուցեցին, որ իսկապես կարող են հայրենիքի համար կռվել, ազատության համար կռվել եւ կերտել հաղթանակ։ Այսօր էլ մենք պետք է ըստ էության երկրպագենք այդ մեր հերոսներին եւ ընդհանրապես սերունդների համար դաստիարակչական օրինակ պետք է հանդիսանա եւ կարող ենք հենց դրանով մենք գլուխներս բարձր պահել, որովհետեւ այդ մարդիկ իրենց իսկապես ապրեցին անազնական կյանքով, ապրեցին հանուն երկրի, հանուն պետականության, հանուն հայության։ Պարոն Բալայան, ռազմական քաղաքական տեսանկյունից որքանով էր կարևոր Շուշիի ազատագրումը, այսօր էլ արդեն շահարկում են Շուշիի հայկական լինելու փաստը, որքանով էր դա հայերի համար, հայկական Շուշիի ազատագրումը կարևոր։ Այո, իսկապես դա կենսական նշանակություն է, ես ուզում եմ այստեղ հիշել ռուս պատմագիր, նաև զինվորական Պոտոյի հայտնի խոսքերը, ով տիրում է Շուշիին, նա տիրում է այս երկրամասին։ Սա իսկապես ճիշտ է ասված եւ անհնարին էր չազատագրել Շուշին եւ ունենալ հայկական Արցախ։ Դա ցավոք այդպես կյանքը այդպես ապացուցեց եւ վերջին զարգացումներն էլ դա ապացուցեց, երբ 20 թվականին հանձնվեց Շուշին, ըստ էության փաստորեն ինչ-որ միտեղ կանխորոշվեց նաև պատերազմի հետագա ելքը, ես նկատի ունեմ 23 թվականի իրադարձությունները, զարգացումները, եւ սա նույնպես մեզ համար դաս պետք է լինի, որովհետեւ երբ ինչպես ասում են 18-րդ դարի երկրորդ կեսին թեթև ձեռքով հանձնվեց մեր հակառակորդներին, մեր թշնամիներին Շուշին եւ ինչպես ասում են, ողբերգության հիմքը դրվեց այն ժամանակահատվածում, ճիշտ է, հետագա ժամանակներում մեր ժողովուրդը թե ռազմի դաշտում, թե հոգևոր կյանքում, աշխարհիկ մեր իրականության մեջ կարողացան ապացուցել, որ Շուշին կարող է նաև հայությանը, ինչպես ասում են, նոր մղումների, նոր հաջողությունների լիցք հաղորդել, ցավոք սրտի դա միջևես չկարողացանք արժևորել եւ մենք այդ քաղաքի կորուստով մենք բացեցինք մեր անհաջողությունների դուռը։ Ավարտված համարենք ամեն ինչ։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ պետք է ասենք, որ այդպես չի, որ այս պարտությամբ
մենք կորցրել ենք ամեն ինչ։ Ինչի՞ եմ ես դա ասում, որովհետև մեր բազում դարերի ընթացքում ճիշտ է Հայկ Նահապետը հաղթանակով մեր պատմության առաջի էջը բացեց, հետագա ժամանակներում մենք եւ հաջողություններ ունեցանք եւ անհաջողություններ, բայց այն ուղին, այն ճանապարհը, որ Հայկ Նահապետն է գծել, կարծում եմ, որ մեր ժողովուրդը շարժվում է, անցնում է այդ ճանապարհով եւ պատահական չէ, որ հազարամյակների ընթացքում լինելով շրջապատված թշնամական երկրներով մենք կարողացանք հաղթահարել եւ հասնել այսօրվան։ Մեր տարիքից, այսպես ասենք, ժողովուրդները, պետությունները այսօր չկան, փառք Աստծո, որ մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետություն, պետականություն ունենք եւ ինչպես ասում են, աչքի լույսի պես պետք է պահել, փայփայել այդ պետականությունը հետագա մարտահրավերներին դիմակայելու համար։ Անվարյան, ինչպիսի պայմաններ պետք է ստեղծվեն, որպեսզի հնարավոր լինի Շուշիի վերաազատագրումը եւ ոչ միայն Շուշիի, այլև ամբողջ Արցախի։ Ես կարծում եմ, որ ամենամեծ գրավականը դրան պետք է լինի մեր համազգային միասնականությունը։ Սա անչափ կարևոր է, այդ նայեք այսօր սևեր, սպիտակներ, հներ, նորեր, այդ զրույցները անդադ գիտեք արցախցիներ, հայաստանցիներ, չէ, անդադ այդ թեմաները շահարկում է եւ պիտի ասեմ, որ դա անդադ ներարկում է դրսից մեր թշնամիների կողմից, որովհետեւ մեր ժողովրդին կարելի է միայն հաղթել այդ բաժանումների միջոցով։ Ես այդպես պատմական մի փոքր իրողություն ներկայացնեմ, երբ ասենք նույն Սելջուկ թուրքերը 11-րդ դարից սկսեցին մտնել հայկական լեռնաշխարհ, այդպես սկսեցին մեր առանձին նահանգներին բաժան անել եւ հեշտությամբ նվաճել անառիկ մեր այս երկիրը։ Կարծում եմ, որ հենց մեր առաջին հաղթանակը, ես նորագույն ժամանակաշրջանի, ես նկատի ունեմ 1991-4 թվականի, հենց այդ միասնականությամբ կարողացանք կերտել, անկախ մեկել եմ ասում նրանից, թե այն ժամանակ Ադրբեջանը զինական տեսանկյունից մի քանի անգամ ավելի բարձր էր, թե բնակչության թվականակով էր շատ, բայց դա նշանակություն է, որտեղ այն գերամիասնությունը Հայաստանի Հանրապետություն, Արցախ աշխարհ, Արցախի Հանրապետություն եւ Սփյուռք այդ միասնականությունը կար եւ մենք հաջողություն եւ կարծում եմ, որ մենք այդ ճանապարհով պետք է գնանք, թե քաղաքական ուժերը, մտավորականությունը ամեն օր դրա մասին պետք է խոսել եւ ինչու՞ չէ նաեւ պետք է ամենախիստ պատիժները ենթարկել այն մարդկանց, որոնք խաթարում են այդ միասնականությունը։ Ես երբեմն նայում եմ հեռուստացության լրատվամիջոցներով խոսք է գնում դրա մասին, նույնիսկ պատասխանատու մարդիկ են այդպիսի բաժանարար գծեր դնում, սա վտանգավոր է, սա համենայն դեպս մեր պետականության եւ մեր ազգի օգտին չի։ Շնորհակալություն։